Առաջադրանք 171. Քանի տոկոս աղ է պարունակում աղաջուրը, եթե 175 գրամ ջրում լուծվել է 35 գրամ աղ։ Որպեսզի մենք հասկանանք, թե քանի տոկոս աղ է պարունակում, նախ եւ առաջ մենք պետք է ստանանք լուծույթը։ Լուծույթը ստանալու համար 175-ին գումարում ենք 35, հավասար է 210 գրամ։ Ունենք 210 գրամ լուծույթ։ Հիմա մենք պետք է որոշենք աղի տեսակարար կշիռը լուծույթի մեջ։ 35-ը բաժանած 210-ի անգամ 100%։ Հավասար է 16 ամբողջ 2/3 տոկոս աղ։ Զբոսաշրջիկն անցավ երթուղու 70%-ը և նրան մնաց անցնելու 6 կիլոմետր։ Քանի կիլոմետր է ամբողջ երթուղին։ Եթե անցել է 70%-ը, հետևաբար 100-ից հանում ենք 70, հավասար է 30%։ Այսինքն, եթե մնացել է անցնելու 6 կիլոմետր, նշանակում է այդ 6 կիլոմետրը 30%-ն է։ 6-ը բաժանած 30 անգամ 100, հավասար է 20 կիլոմետր։ 173. Խառատը մինչև ընդմիջում պատրաստեց 36 դետալ, որը կազմում է օրվա պլանի 60%-ը։ Քանի դետալ պետք է պատրաստի խառատը օրվա հերթափոխի ընթացքում։ Ընդամենը 36-ը բաժանում ենք 60-ի և բազմապատկում 100-ով։ 36-ը բաժանում ենք 100-ի, 60-ի, ներողություն, անգամ 100, հավասար է 60 դետալ։ Որքան կերոսին կա տակառում, եթե դրա 15%-ը 15 լիտր է։ Տասնհինգը բաժանում ենք 15-ի անգամ 100, հավասար է 100 լիտր։ 175. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Ա. Քանի կիլոգրամ եփած միս կստացվի 4 կիլոգրամ մսից։ Առաջին հարցով 4 անգամ 40 հավասար է 100, անգամ բաժանած 100-ի, հավասար է 1/6, այսինքն 1/6 կիլոգրամ կորցրել է, 4-ից հանած 1/6 հավասար է 3/4 կիլոգրամ եփած միս, բն Քանի կիլոգրամ թար մսից կստացվի 4 կիլոգրամ եփած միս, այսինքն այս 4 կիլոգրամը պետք է լինի կազմի մեր 60%-ը։ 100-ից հանած 40% հավասար է 60%։ 4-ը բաժանած 60-ի, հավասար է 4 60-երորդ անգամ 100, հավասար է 46-երորդ, սա էլ հավասար է
6,4 հավասար է 6,2 կիլոգրամից։